Հարգելի գործընկերներ, մեր դիրքորոշումները այս հարցի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության քաղաքականությունը այն չի, որ ով դեմներս դուրս գա, գույքերը ձեռներից վերցնենք։ Մենք խնդիր չենք դնել որևէ մեկի օրինական գույքը իր ձեռից վերցնել։ Մենք խնդիր ենք դրել ապօրինի գույքը իր ձեռից վերցնել եւ վերադարձնել պետությանը, եւ ես էլի ուզում եմ ասեմ, որ այս բոլոր դժվարությունները, որոնց մեջով մենք անցնում ենք, այդ շատ կանխատեսելի էր։ Ոչ միայն այն պատճառով, որ 0-ից նոր ինստիտուտ է ձևավորվում, այլև բառից բուն իմաստով, այսինքն ապօրինի գույքի ձեռքբերման մի ամբողջ բանի արհմիության դեմ ենք մենք պայքարում, որը թարգմանաբար նշանակում է մաֆիա։ Ես դրա համար եմ ասում, որ մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, այսինքն պատկերացնում եք, չէ՞, միլիարդների գույքի մասին է խոսքը, որոնք ակնհայտորեն ձեռք են բերել մարդիկ, որոնք ունեցել են ազդեցություն եւ այդ ազդեցությունների ստվերային եւ չերևացող հատվածներ կան, որոնք մեզ համար տեսանելի չեն, բայց այդ ընթացքում նաեւ այդ կտորներն են տեսանելի դառնում։ Այստեղ խնդիրը հետեւյալն է, ու մեզ իմիջիալոց դրա համար շատ քննադատում են, որ ասում են, այդքան ասցին ապօրինի գույք, ինչ են վերցրել եւ այլն։ Նախ մենք լուսաբանում ենք ինչ ենք վերցրել, ասել ենք հատիկ վերցնելու ենք, դրա համար հատիկ վերցնում ենք։ Էդ էլ է շատ բանի քննարկումների առարկա դառնում, ասում են, վայ, ես մի հատ ավտոյի մասին վարչապետը գրել է։ Գրել են, որովհետև ասել ենք հատիկ, կարող է պարզվի երկու զույգ կոշիկ ենք վերցրել, որովհետև հատիկ, այո, եւ առանձնատունը, եւ կոկորդինոսի կաշվից պատրաստված կոշիկի հետևից մենք գնալու ենք։ Հարցը այդ չի, եւ իմիջիալոց էլ եմ ասում, մեզ նույն քաղաքական դաշտում մեզ շատ քննադատում են, ասում են, որ այ ապօրինի գույքով ինչ խոստացել էին, չարեցին կամ պատշաճ չափով չարեցին, բայց մենք միակ քաղաքական ուժն ենք, որի ծրագրում դա կա եւ շարունակում է մնալ։ Ոչ մեկ չի ասում իրանք լավ չեն բռնագանձել, մենք կգանք ավելի լավ կբռնագանձենք։ Ասում են, այ տեսեք իրանք չեն բռնագանձել եւ վերջակետ։ Մենք միակ քաղաքական ուժն ենք Հայաստանի Հանրապետությունում, ով այդ օրակարգը վերցրել է, որդեգրում է եւ շարունակում է եւ հետեւական տանում է եւ մենք այլևս վճռաբեկ դատանի վճռով դա այլևս կայացած ինստիտուտ է եւ մենք չենք ուզում աչքաչափով ոչ մեկի ունեցածը իր ձեռքից վերցնենք, ոչ մեկի ունեցածը չենք ուզում իր ձեռքից վերցնենք, մենք ուզում ենք իրանց չունեցածը, բայց իրանց տիրապետության տակ ապօրինի գտնվող իրանց ձեռքից վերցնենք եւ վերցնելու ենք եւ վերցնում ենք եւ վերցրել ենք եւ դեռ շատ բան կա վերցնելու ու հանգիստ հանդարտ կվերցնենք շտապելու ոչ մի բան չկա որովհետեւ այդ առանձնատները դղյակները ոչ միտեղ չեն փախնի ոչ միտեղ ոչ օրինական ոչ ապօրին ճանապարհով իրանց հնարավոր չի Հայաստանի Հանրապետությունից դուրս հանել եւ ինչալոց նրանք որ դուրս են հանել մենք արդեն նախադեպել ունենք որ Միացյալ Նահանգների գործընկերների հետ համագործակցությամբ մենք արդեն նախկինում կառավարության անդամ հանդիսացած մարդու Միացյալ Նահանգների առանձնատան վաճառքի եւ գումարները վերադարձնելու process-ի մեջ ենք բայց երբ որ կգա տեղ կհասնի էլի ենթադրում ենք կառավարության որոշում պետքա դառնա դա էլ առանձին դրան կանդրադառնանք այս պահին դրան չեմ ուզում մանրամասներ ներկայացնել բայց եթե դուք ունեք նոր տեղեկություն